Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, առաջարկում եմ թարմացնել օրվա լրահոսը միասին։ Եվ այսպես ազգային ժողովը քննարկում էր խորհրդարանում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածության հարցը։ Լուսինե Բադալյանի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։ Լուսինե Բադալյանը իր ելույթում նշել է, որ առողջապահությունը զարգացող եւ ուժեղ պետություն ունենալու կարևորագույն բաղադրիչներից է, որի բանաձևն է որակյալ եւ հասանելի առողջապահությունը եւ առողջ հասարակությունը։ Եկավ պահը խոսելու առողջապահության մասին եւ նախ սկզբից բոլորիդ ուզում եմ մաղթել քաջ առողջություն եւ ուզում եմ նաեւ ասել, որ առողջապահությունը զարգացող եւ ուժեղ պետություն ունենալու կարևորագույն բաղադրիչներից է եւ դրա բանաձևը հետեւյալն է. որակյալ եւ հասանելի առողջապահություն, առողջ հասարակություն, ինչն էլ նշանակում է աշխատող, ստեղծող, արարող, հարկեր վճարող քաղաքացի, որն էլ բնականաբար իր հերթին ենթադրում է զարգացող տնտեսություն, զարգացող պետություն։ Որակյալ եւ հասանելի առողջապահություն, առողջ հասարակություն, առողջ երիտասարդություն, հզոր բանակ։ Որակյալ եւ հասանելի առողջապահություն, հիվանդացության եւ հաշմանդամության ցածր մակարդակ, նվազ սոցիալական բեռ պետության համար։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իմ թեկնածությունը առաջադրելու համար եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես Հայաստանի Հանրապետության պետական կառավարումը ստանձնելուց ի վեր մինչ օրս, դա 2018 թվականին էր, հանդիսանում եմ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինձ իրավունք կվերապահեմ կամ կցանկանամ խոսել առողջապահության մասին, թե ինչպիսին էր այն, երբ որ մենք կառավարումը ստանձնեցինք եւ ինչ արդյունքների ենք հասել այս ընթացքում։ 2018 թվականին մենք ունեինք անհամաչափ զարգացող առողջապահական համակարգ, մարզային ցածր հասանելիությամբ, սարքավորումներով ցածր հագեցվածությամբ եւ մասնագիտական ոչ բավարար մակարդակով, քանի որ մասնագիտական հիմնական ներուժը կենտրոնացած էր մայրաքաղաք Երևանում։ 90-ականներին իրականացվեց առողջապահական համակարգի ապակենտրոնացում, ինչը այդ ժամանակների համար գուցե ճիշտ որոշում էր, սակայն ժամանակը ցույց տվեց, որ մարզպետարանները բավարար ներուժ եւ ֆինանսական միջոցներ չեն ունեցել արդյունավետ կառավարման եւ նորագույն սարքավորումներով հագեցվածություն ապահովելու համար։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ համաշխարհային բանկի տվյալների սա ամենակարևորն է, խնդրում եմ ուշադրություն դարձնել, Հայաստանի Հանրապետությունում առողջապահության վրա կատարվող ընթացիկ ծախսերի ավելի քան 80%-ը քաղաքացիները վճարել են սեփական գրպանից եւ սա ընտանիքի համար եղել է հիմնականում աղետալի ծախսեր։ Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգ Հովսեփյանի թեկնածության հարցը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ խմբակցությունը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Արեգ Հովսեփյանի թեկնածությունը։ Արեգ Հովսեփյանի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրել է ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։ Եվ շարունակելով ազգային ժողովի թեման, խորհրդարանն օգոստոսի 18-ին շարունակել է ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Թեկնածուն ելույթում շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին եւ ազգային ժողովի Հայաստան խմբակցությանը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար։ Նա ներկայացրել է իր դիտարկումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Լիլիթ Գալստյանի խոսքով իր նպատակադրումը նույնն է՝ բերել իրական փոփոխություններ եւ ունենալ կենսունակ երկիր։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին եւ Հայաստան խմբակցությանը ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու կապակցությամբ։ Այս դահլիճի ճնշող մեծամասնությունը ինձ ճանաչում են նախորդ գումարումից եւ բնականաբար քաջատեղյակ է այն ծանր
Քաղաքական գնահատականներին, որ հնչեցրել եմ Հայաստանում մարդու իրավունքների համատեքստում։ Դրանք դրսևորվել են գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցների քննարկման, նաև այլ քաղաքական օրակարգերի շրջանակներում։ Ցավոք գնահատականներս ոչ միայն չեն փոխվել, այլև երկրում տիրող ամենաթողության, անպատժելիության, խորացող ավտոկրատիայի համապատկերում վերածվել են երկրի սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքի։ Պիտի ընդգծեմ, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավական հիմքերը բավական ուժեղ են։ Սահմանադրությունը մարդուն, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները հռչակում է բարձրագույն արժեք։ Ավելին, հանրային իշխանությունը ինքն է սահմանափակված մարդու իրավունքներով։ Հայաստանը նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնական համակարգի, Եվրոպայի խորհրդի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համակարգերի մասնակից է, բայց իրական ժողովրդավարությունն ու իրավունքը որոշվում են ոչ թե սահմանադրության գեղեցիկ ձևակերպումներով կամ կոնվենցիաներով, այլ այն պահով, երբ քաղաքացին առերեսվում է պետության ուժին։ Այն ինչ հետ հայ մարդն ու հայ հասարակությունը բախվում են ամեն օր, աղերս չունի ոչ իրավական և ոչ էլ ժողովրդավարական պետության հետ։ Ասածից լավագույն ապացույցը մեզ շրջապատող իրականությունն է, միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատականները։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության կողմից ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Լիլիթ Գալստյանն այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին։ Թեկնածուին հարց ուղղեց նաև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Քանի որ ձեր գործընկերոջը Արթուր Սարգսյանին Վազգեն Գալստանյանին և մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տերորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք, ու քանի որ ստիպված էլի կարդում էի այս նյութերը, Արթուր Սարգսյանի այս հրճվանքն եմ տեսնում այս տեքստերում, այդ աստղիկների մասին խոսելիս, այդ որ այդ ձայնագրությունները ասում եք մոնտաժված է, կեղծված է, Տիկին Գալստյան, երբ որ ազգային ժողովի ամբողջ նիստից դուք վստահաբար ձեր ելույթը տեղադրելու եք ձեր սոցիալական էջերում, ամբողջ նիստից կտրում եք ձեր ելույթը ու դնում եք ձեր էջում, դա համարվում է, որ դուք մոնտաժել եք ազգային ժողովի այդ տեսանյութը։ Այդ ձայնագրությունները դրա մասին են։ Այս մարդիկ պլանավորում էին սյուներ շուռ տալ, ինտերնետ լարեր կտրել, անմեղ մարդկանց ակերի տակ աստղիկներ գցել ու նրանց մահացու վտանգի ենթարկել։ Արդյոք դուք պատրաստվում եք նաև արդար անվանել օրինակ Ուսամա Բեն Լադենին, օրինակ անմեղ նահատակ։ Այ պատասխանում եմ։ Պարոն Ալեքսանյան, Տիկին Ալեքսանյան, այո, պարոն Ալեքսանյան, ուրեմն իմ և քննչական մարմնի, իմ և դատախազության հանգամանքները և մասնագիտական պատասխանատվությունը, այսպես սարեր, ձորեր, Մարինյան իջվածքի խորությամբ տարբեր են։ Այն պատասխանատվությունը, որ ես կարող եմ ունենալ իմ հրապարակային տեքստի մոնտաժելու, սոցիալական ցանցերում տեղադրելու հետ, բոլորովին համեմատելի չէ դատախազության քննչական կոմիտեի հրապարակած այսպես ցուցմունքների այն բազայի հետ, որի խայտառակ խոցելիությունը բացահայտվեց նաև դատական նիստի ընթացքում, եւ հենց այդ նիստը, որի ժամանակ փաստաբանական խումբը ներկայացվեց մոնտաժված ձայնագրությունների, մոնտաժված այսպես սղագրությունների հանգամանքը, սա ոչ միայն մեծագույն հարցական է դնում ընդհանրապես այդ քննչական խմբի, այլ առհասարակ գործ կարող է, որ չգիտեմ որ թվերն եք, հələ մի հատ մտքով գնացեք որ թվերի համար այնք ասում գործ կարել եւ կհասնեք մինչեւ անցյալ դարի 30-ականից գործ կարողի վարկը եւ համեմատել իմ սոցիալական ցանցը քննչական կոմիտեի դատախազության դատավորի վարկի հետ, կարծում եմ մասնագիտական չի, տեղին չի, դրան չեմ ուզում անդրադառնալ։ Եվ ուրեմն այդ կարված ցուցմունքներից մեկը դուք պատառիկն եք, մեկ բաներ եք, նախադասություն կամ բառեր եք գտնում եւ ուզում եք, որ ես գնահատական տամ, նախ ասեմ, որ այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչ դատավորի եւ ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանի ուրեմն դիրքա, բան չի, դիրք չի
եւ ոչ էլ լիազորությունն է։ Ես չեմ կարող գնահատականներ տալ, ինչպես դուք փորձեցիք անել, կտրտված փաստերով եւ դուք հենց այդ մոնտաժված ցուցմունքներից պատառիկ եք կարծում եւ ինձ ասում եք դե գնահատական տուր։ Եվ նաեւ կներեք, ուղղակի ես անթույլատրելի եմ համարում Բագրատ arczepiskopos Սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի, ընդ որում ես լավ լսում եմ, բայց չի հասկանում, ես ինչ բառ ասում Ուսամա Բեն Լադեն։ Հիմա հասկացա, որ Ուսամա Բեն Լադեն եք ասում։ Այս երկուսի համեմատությունը ես կարծում եմ բացարձակապես կոռեկտ չի եւ դուք նաեւ վիրավորում եք ինձ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր, հավատացյալի եւ ես ուղղակի անթույլատրելի եմ համարում, ես համարյա թե պատասխանեցի, բայց չեմ ուզում պատասխանել այդ հարցին, որովհետեւ ձեր փաստային հիմքը ոչ թե կաղում էր, այլ ուղղակի իրավական չէր, պատառիկներով եւ ես էլ դատավոր չեմ այս կոնտեքստում, որպեսզի ես ինձ թույլ չեմ տա դատողություն անել եւ ես համեմատության շուրջ Արձագանք։ Շնորհակալություն, Տիկին Գալստյան, ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ ու իմ նաև որպես քրիստոնյա հայ կրոնական զգացմունքները վիրավորվում են նրանով, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրան պահում է մոջահեդի պես, քիչ ամնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով գերիների և պահվող անձանց վերադարձի գործընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, նշել է, որ 6 տարի լռել է այդ թեմայի մասին, սակայն գործընթացի հետևողական շղթումների պայմաններում այլևս դժվար է լռել։ Բաղդասարյանի խոսքով գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2020 թվականի պատերազմի օրերից և շարունակվել դրան հաջորդած շրջանում։ Սիրելի հայրենակիցներ, այս թեմայով այս ամբիոնից խոսում եմ առաջին և վերջին անգամ։ Չէի մտածի, որ երբևէ կմոտենամ ու կբարձրաձայնեմ այն ամենը, ինչի մասին պետք էր լռել։ Չեմ խոսել այդ մասին 6 տարի, հիմա էլ հուզմունքը երևի թե առաջին անգամից դժվար է զսպել։ Բայց երբ որ ընդդիմության ներկայացուցիչները դավադրաբար ասեմ, չիմացության պատճառով ասեմ, բայց երբ որ հետևողական ժխտում են, թե ինչ է արվել գերիների ու պահվող անձանց վերադարձի մասին, երբեմն լռելը շատ դժվար է։ Մտադիր էի նախորդող նիստերից տիկին Սյուզաննային մոտենալ, ընկերաբար խորհուրդ տալ, ասել ինչը ոնց պետք է անել, բայց այսօր այդ էմոցիաները գերակշռեցին։ Լիահույս եմ, որ գործընկերը դեռ բավարար տեղեկատվություն չունի այդ ոլորտում, եթե սխալ եմ կներեք, բայց առնվազն տիկին Գալստյանը տեղյակ է, թե ինչ է արվել, կամ ինչպես է արվել։ Եվ դուք համարձակվում եք ասել, որ ներկայիս իշխանությունը գերիների վերադարձի համար ոչինչ չի արել։ Տիկին Սյուզաննա, ասում եք, ինչ եք տեսել նախորդ գումարման ազգային ժողովում։ Գործընթացները սկսվել են 2020 թվականից։ Պատերազմի օրերին, դրան հաջորդող ընթացքում, երբ որ խորհրդարանական իմ գործընկերները բոլորը անխտիր, որոնք տարբեր բարեկամական խմբերում էին, բոլորին անխտիր օրական նամակներ, ելույթներ, ամեն ինչ արել է, բայց հերթով փորձեմ տեղավորվել եւ ասել։ Գործընթացը սկսվել են ժամանակ, երբ ձեր տներում դուք հանգիստ նստած էիք։ Ափսոս պարոն Մխիթարյանը գնաց, հարցրեք, ինչ կա Շիրակի մարզում եւ Գյումրիում։ Լսած կլինեք Խծաբերդի կամ Հին Թաղերի դեպքերի մասին։ Դեպքերից երևի ժամեր անց ես եւ մեր ֆրակցիայի մեկ այլ գործընկեր, որը հիմա այլ քաղաքական հայացքներ ունի, բայց ճշմարտությունը պետք է ասել, մեկնել ենք Ղարաբաղ, եղել ենք հարազատների հետ, այնտեղ օրեր շարունակ։ Գործընթացը եղել է ծանր, շատ ցավոտ։ Այդ մասին երբեք այս ամբիոնը չի օգտագործվել, երբեք չեն խոսել, որովհետև այդ մասին բարձրաձայն չեն խոսում, այդ մասին կիսաձայն չեն խոսում, այդ մասին լռում են ու գործ են անում։ Ու այդ առաքելությունը ստանձնել է իշխանություն ու կառավարող թիմը ամենօրյա ռեժիմով։ Ես աշխատանքի բերումով վերջին 3 տարիներում բոլոր միջազգային հանդիպումներում տեսել եմ, թե այդ հարցը ինչպիսին է եղել հայրենի իշխանությունների օրակարգում։ Շատ բան չեմ կարող ասել։ Այդ թվում շատ երկկողմ հանդիպումներում։ Չգիտես ինչի այդ քաղաքական ամնեզիան ձեռագիր է դարձել։ Կհիշեք 2023 թվական դեկտեմբերի 7
Հայաստանի վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, այնուհետև ազատ արձակված 32 գերիները։ Տիկին Գալստյան, ասում եք չեմ հիշում 2 տարի առաջ էին վերադարձել գերիները, վերջինը այս տարի հունվարին է եղել։ Ես օրերը անգիր եմ հիշում, որովհետև հատկապես Խծաբերդի հին թաղերի վերադարձած յուրաքանչյուր անձի դիմավորել եմ ինքս օդանավակայանում։ Չեմ խոսել, կամերաների առաջ չեմ ասել, էմոցիոնալ ծանր է եղել։ Երբ որ հարազատները առաջին իմ հեռախոսով են խոսել իրենց հետ։ Դժվար է ինձ խոսել այս թեմայով, որովհետև եղել է լուր աշխատանք, երբ որ դուք պարզապես ամբիոններից ելույթ եք ունեցել, սա մարդկանց ճակատագիր է։ Գնացեք Շիրակ եւ 62 վերադարձած գերիների հարազատների հետ խոսեք ինչպես է եղել, ինչ գործընթաց է եղել։ Հիմա եկել ստեղ ամբիոններից ելույթ եք ունենում։ Կարող եմ տամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների խոշտանգման հանձնաժողովի տվյալները, նամակները, գրությունները, տեսեք ինչ է կատարվել։ Այս մասին պետք չէր խոսել, բայց դուք ստիպեցիք։ Դաշնակցությունը ասում է Հայաստանի սահմանից անդին մենք միշտ գործել ենք միասնաբար։ Լուրջ եք ասում։ 2021 թվական սեպտեմբերի 27 Ստրասբուրգ։ Պատերազմից 1 տարի անց։ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մասին բանաձև ընդունվեց։ Հայաստանի պատվիրակությունից կողմ քվեարկեցին Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նազելի Բաղդասարյանը։ Կողմ չքվեարկեցին դաշնակցական գործընկերները։ Կողմ չքվեարկեցին Ադրբեջանի պատվիրակները եւ Թուրքիայի։ Դատողությունը թողնում եմ ձեզ։ Գանք այլ թեմաների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը եւ նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը, վստահություն հայտնելով, որ Հայաստանի Հանրապետություն ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ տեխնոլոգիական ոլորտներում։ Աբրահամ Համադեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարեւորել երկխոսության զարգացումը նաեւ խորհրդարանական ձևաչափով։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաեւ թրիփ նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին։ Զրուցակիցներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաեւ տարածաշրջանի զարգացման ներուժի իրացման գործում։ Ընդգծվել է հումանիտար հարցերի կարգավորման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը եւ Աբրահամ Համադեն մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային իրողությունների շուրջ։ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը։ Վարչապետին շնորհավորել է նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հունը։ Արարատ Միրզոյանին ևս շնորհավորել են մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչրիշվիլին, Վիետնամի արտաքին գործերի նախարար Լե Հոայ Չունգը եւ Կամբոջայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պրագ Սոխոնը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆյանոպուլոսին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Դեսպանն իր հերթին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Հունաստանի միջև բարեկամական ու ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր։ Միջխորհրդարանական համագործակցության խորացման համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի միջև կապերի սերտացումը։
Եվ միջազգային լրահոսին ընթառաջ։ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը նրան բողոք է հայտնել Ճապոնիայի վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունների կապակցությամբ, որոնք արվել էին օրերս Վլադիմիր Պուտինի Կուրիլյան արշիպելագի Իտուրուբ կղզի այցից հետո։ Գերատեսչության հայտարարության համաձայն Կուրիլյան կղզիների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը քննարկման եւ կասկածի ենթակա չեն։ Միջազգային այլ գլխագրերի առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տվյալներով կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները։ Էրդողանը նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև լարվածության պայմաններում չափազանց կարեւոր է առավելագույնս օգտագործել դիվանագիտությունը։ Հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն եւ ընդգծել, որ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղության հասնելու ջանքերին։ Մեկնաբանելով Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված Մեքքայի համաձայնագիրը, Էրդողանն ընդգծել է, որ փաստաթուղթը վկայում է տարածաշրջանում կարգուկանոնի եւ անվտանգության պահպանման հարցում մասնակիցների լուրջ տրամադրվածության մասին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել 60 օր առաջ։ Ավելի վաղ այդ մասին էր հայտարարել նաև իրանական կողմը։ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին ինքն է ակնկալում։ Նա պնդել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենա եւ չի ունենա։ Թրամփը նաև հայտնել է, որ իրեն դուր է գալիս Հորմուզի նեղուցը ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը։ Թրամփը կրկնել է, այժմ նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի ամբողջական վերահսկողության տակ, թեև իրանական կողմը հակառակն է պնդում։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե Միացյալ Նահանգներն ու Իրանը երկարաձգել են 60-օրյա հրադադարի ռեժիմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է, գրանցելով նրա նախագահության ողջ ժամանակաշրջանում ամենացածր մակարդակը։ Հարցման մասնակիցների միայն 33%-ն է հայտարարել, որ հավանություն է տալիս նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը։ 64%-ը հավանություն չի տվել նրան։ Այս ամսվա սկզբին հարցումները ցույց էին տվել, որ Թրամփի վարկանիշը կազմում է 35%։ Հարցման համաձայն ամերիկացիների շուրջ 80%-ը, այդ թվում դեմոկրատների 87%-ը եւ հանրապետականների 71%-ը կարծում են, որ ԱՄՆ-ի մասնակցությունը իրանական հակամարտությանը կշարունակվի երկար ժամանակ։ Հարցվածների միայն 16%-ն է նշել, որ հակամարտությունը ամենայն հավանականությամբ կավարտվի մի քանի շաբաթ անց։ Հարցմանը մասնակցել է ամբողջ երկրի 1166 չափահաս ամերիկացի։ Սխալմունքը կազմում է 3%-ային կետ։ Թայլանդը շահագրգռված է Ռուսաստանի հետ շուտափույթ բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Թայլանդի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Սիհասակ Փուանգկետկեուն։ Փուանգկետկեուն նշել է, որ այդ հարցը գործընկերների հետ քննարկել է Ռուսաստան կատարած այցի ընթացքում եւ հույս է հայտնել, որ այդ քննարկումները կարագացնեն համաձայնագրի կնքման գործընթացը։ Թայլանդի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով Ռուսաստանում էր օգոստոսի 12-ից 15-ը։ Այցի ընթացքում նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի երկրորդ զարմիկ Վասիմ Ասադը Դամասկոսի դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի մի շարք անձանց դիտավորյալ սպանության եւ խոշտանգումների հետ կապված հանցագործությունների համար, որոնք որակվել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն եւ ռազմական հանցագործություններ։ Դատարանը նաեւ որոշել է բռնագանձել դատապարտյալի շարժական եւ անշարժ գույքը Հոքուտ պետական գանձարանի։ Սիրիայի իշխանությունները նրան ձերբակալել էին 2025 թվականի հունիսին Սիրիա-Լիբանանյան սահմանին։ Օգոստոսի 11-ին Դամասկոսի դատարանը հեռակակարգով մահապատժի է դատապարտել նաև Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար Ասադին եւ նրա կրտսեր եղբորը Մահեր Ասադին, որը գլխավորում էր Սիրիայի բանակի 4-րդ դիվիզիան։
Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ռազմական ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ռազմական ոստիկանության նորանշանակ պետ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին։ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության նորանշանակ պետ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ռազմական ոստիկանության անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն ծառայության կազմակերպման հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության, մասնավորապես ռազմատեխնիկական համագործակցության վերաբերող հարցեր։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3%-ով։ 2025 թվականի 6 ամիսների ընթացքում եղել է 22025 դեպք, 2026-ի 6 ամիսների ընթացքում 21960 դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազեցմամբ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ներքին գործերի նախարարության, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3%-ով։ Իսկ 2025 թվականի 6 ամիսների ընթացքում եղել է 22025 դեպք, 2026 թվականի 6 ամիսների ընթացքում 21960 դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականությամբ եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազմամբ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1,9%-ով։ Արձանագրված դեպքերի 88.2%-ը նվազ հանրային նշանակություն վտանգավորության ներկայացնող ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են, իսկ 11.8%-ը ծանր եւ առանձնապես ծանր դեպքերը։ Նաև մասնավորեցնեմ, որ 11.8%-ի մեջ 10.4%-ը ծանր դեպքերն են, իսկ 1.4%-ը առանձնապես ծանր հանցագործության դեպքերն են։ Հայաստանի Հանրապետության դեպքում այս կառուցվածքն օրինաչափություն ունի, ինչը նշանակում է, որ մեր երկիրը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ։ Դա փաստում են նաև միջազգային հայրենակավոր վերլուծական հարթակների ուսումնասիրությունները։ Ընթացիկ տարում ըստ առանձին հանցատեսակների նվազում է արձանագրվել հաստատված սպանություններով 2025 թվականին 21 դեպք, 2026 թվականին 20 դեպք։ Դիտավորության առողջության վնաս պատճառելու, ճանապարհատրանսպորտային պատահական կանոնների խախտման, այդ թվում մահվան ելքով, խուլիգանության, այդ թվում զենքի կամ որպես զենք օգտագործելու առարկայի գործադրմամբ, ավազակության, կողոպուտի, գողության, այդ թվում բնակարանային, խարդախության, յուրացման կամ վատնման եւ այլ դեպքերով։ Միևնույն ժամանակ աճել են սպանության փորձերի 2025 թվականին 39 դեպք, 2026 թվականին 51 դեպք։ Դիտավորության առողջությանը ծանր վնաս պատճառելու 107 2025 թվականին, 114 դեպք 2026 թվականին եւ սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված դեպքերը 82 դեպք 2025 թվականին, 93 դեպք 2026 թվականին։ Սպանության փորձի դեպքերն աճել են 12-ով կամ 30.8%-ով։ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության եւ կեղտաջրերի մաքրման ոլորտներում իրականացվող ու նախատեսվող ծրագրերին, ինչպես նաեւ հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով պայմանավորված Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ Դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ շարունակ մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն 6-օրյա ռեժիմով։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ մեկ շաբաթվա փոխարեն։ ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ կոմունալ տնտեսության վարչության կենտրոն վարչական շրջանի և Green Էկո կենտրոն բնապահպանական հասարակական կազմակերպության հետ համատեղ մաքրվել է Հրազդանի կիրճի մի հատված։ Մաքրման ընթացքում գետից և կիրճից դուրս են բերվել տասնամյակների ընթացքում կուտակված շինարարական և կենցաղային աղբ և տարատեսակ այլ թափոններ։ Պարբերաբար իրականացվող նմանօրինակ միջոցառումների նպատակն է պահպանել Հրազդանի կիրճի մաքրությունը, որը Երևանի էկո համակարգի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից է։ Բազմիցս ենք խոսել, որ Հրազդան կիրճի երկայնքով շարունակաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ համագործակցելով կոմունալ տնտեսության վարչության և կենտրոն վարչական շրջանի հետ միասին, ինչպես նաև մեր վաղեմի և շատ լավ գործընկեր Green կազմակերպության հետ միասին որոշեցինք ընտրել հենց այս տեղը։ Աղբը այնքան շատ է կուտակված ու այն տարատեսակությամբ աղբ է, որ նույնիսկ այսօր մեր մասնակիցները կարող են տեսնել, որ այսօր հավաքվում ենք հիմնականում շինաղ, կենցաղային տեխնիկա։ Եթե հիմա տեսնեք, ստեղ մոտավորապես 20-30 տարվա կուտակված արդեն աղբ կա։ Անում ենք այս բարդ ու բայց այն շատ կարևոր աշխատանք է։ Մաքրենք մեր Երևանը։ Благодаря мэрии Еревана был воздвигнут этот мост, чтобы мы могли вместе с волонтерами спокойно добраться туда и собрать это огромное количество мусора. Я считаю, что мусора в принципе быть не должно, и тем более в природе, тем более в центре города. И сегодня мы здесь, чтобы очистить это прекрасное природное место. Քաղաքապետարանը ջանքեր չի խնայում ցանկացած միջամտություն իրականացնել եւ միևնույն ժամանակ պիտի խնդրենք, որ միակ ջանքը, որ պիտի քաղաքացին այստեղ իրականացնի, դա չախտոտելն է։ Եվ վերջում եղանակի մասին։ Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից զգուշացնում են օգոստոսի 18-ից 23-ը Երևանում Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Օգոստոսի 18-ի երեկոյան 19-ից 20-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-ից 8, Սյունիքում 3-ից 4 աստիճանով։ Այս եթերաժամի համար առանձնացրել էինք այսքանը, իսկ դուք բաց չթողնեք ապդեյթ վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։